Գիտեք ինչ, ինձ համար միակ բանը, որը անսպասելի էր, դա Կտրիչ Ներսեսյանի անհեռատեսությունն է, որովհետև չնայած իմ իհարկե այսպես հակակրանքի այդ անձի նկատմամբ, ես այնուամենայնիվ կարծում էի, որ նա բավականաչափ հեռատես կլինի եւ կհասկանա, որ իր համար ամենալավ ելքը այս ստեղծված իրավիճակից դա կամավոր հեռանալն է։ Բայց ես տեսնում եմ, որ նա համառորեն շարունակում է մնալ իր, այսպես ասեմ, զավթած աթոռին նստած եւ ինչպես երևում է չի էլ մտածում լքել այդ աթոռը։ Դե ինչ ասեմ, այստեղ արդեն ես լիովին Նիկոլ Փաշինյանի կողմից եմ, չնայած ընդհանուր առմամբ դուք շատ լավ գիտեք, որ ես ինչպես եմ վերաբերվում նրա կողմից վարվող ներքին եւ արտաքին քաղաքականությանը, հիմնականում բացասական, բայց այս հարցում ես լիովին Նիկոլ Փաշինյանի կողմն եմ, որովհետեւ գիտեք ինչ, մեր սուրբ առաքելական եկեղեցին չի կարելի դարձնել ավգյան ախորներ, չի կարելի։ Իսկ մենք տեսնում ենք, որ այս 26 տարիների ընթացքում, երբ ուրեմն այն տխուր օրը հոկտեմբերի 27-ին, երբ տեղի ունեցավ ահաբեկչություն մեր ազգային ժողովում, այդ նույն օրը սատանան դարձավ ամենայն հայոց կաթողիկոս։ Ես չեմ վախենում այդ բառից, որովհետև այն ինչ իրենից պատկերացնում է Կտրիչ Ներսիսյանը, դա ոչ այլ ինչ է, քան սատանայություն։ Այնտեղ չկա ոչ հավատք, ոչ հարգանք ավետարանի նկատմամբ, Քրիստոսի նկատմամբ, մեր առաքելական եկեղեցու ավանդույթների նկատմամբ եւ ամեն ինչից բացի նաեւ տարրական, բարոյական նորմերի նկատմամբ։ Այստեղ կարծում եմ ավելորդ խոսքեր պետք չի ասել, բոլորը շատ լավ գիտեն արդեն, շատ լավ ճանաչում են նա որպես անձնավորություն, որպես սրբապիղծ իր եզրած եղբոր հետ միասին, որը բացի սրբապղծությունից նաև մանկապիղծ է, սա էլ է հաստատված արդեն, փաստացի։ Եվ այդ ավգյան ախորները իհարկե անհրաժեշտ է մաքրել, որովհետև մեր եկեղեցին դա այն սրբությունն է, որը միշտ պետք է մնա ամենաբարձր մակարդակի վրա։ Մենք հազարամյակների պատմություն ունեցող ազգերին ենք պատկանում, մենք հանդիսանում ենք քրիստոնեության, համաշխարհային քրիստոնեության սկզբնակարը, եւ ես կարծում եմ, որ այդ երկու հանգամանքը լիովին բավարար են, որպեսզի մենք խորապես գիտակցենք, թե որքանով բարոյապես մաքուր պետք է լինի մեր եկեղեցին։ Եվ այն մաքրելը առաջնահերթ անհրաժեշտություն է։ Այնպես որ ես չեմ էլ կասկածում, որ այդ մաքրման գործընթացը արդեն սկսվել է եւ հաջողությամբ կավարտվի եւ Կտրիչը, եթե չի ցանկանում կամավոր հեռանալ իր զավթած աթոռից, ուրեմն նրան զորով կստիպեն։ Ես նույնիսկ կարծում եմ, գիտեք ինչ, եթե իմ կամքով լիներ, ես ուղղակի համապատասխան օրինապահ մարմինների ներկայացուցիչներին կուղարկեի Սուրբ աթոռ, ձեռնաշղթաները կգցեի այդ անձնավորության ձեռքերին եւ քաշ տալով իրան դուրս կշպրտեի այնտեղից։ Որովհետեւ գիտեք ինչ, ցուցադրաբար պետք է արվի դա, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի ու համոզվի, որ հայերը ունեն իրենց արժանապատվությունը եւ անչափ հարգում են իրենց արժեքներից գուցե ամենաթանկը, որը կոչվում է հայոց առաքելական եկեղեցի։
Այդքանը։ Այստեղ մի փոքր շեղում գուցե թվա, բայց ամեն դեպքում, քանի որ հայ առաքելական եկեղեցու այդ դերի ու նշանակության մասին խոսեցիք, ընդգծեցիք ավելի շուտ, հիմա այդ համատեքստում Հռոմի Պապը տեսանք, որ այդ համատեքստում դիտարկել մեր եկեղեցու բացառիկ դերի համատեքստում դիտարկել, որ Հռոմի Պապը Ստամբուլում այցելեց մեր եկեղեցի եւ այնտեղ պատարագ մատուցվեց։ Այո, ես կարծում եմ, որ դրանով իսկ Հռոմի Պապը կարելի ասել, որ չնայած չբարձրաձայնեց, բայց իր այդ այցով նա ամբողջ աշխարհին, քրիստոնեական աշխարհին ցույց տվեց, որ կանգնած է հայոց առաքելական եկեղեցու կողքին եւ լիովին կողմ է այն գործընթացներին, որոնք ընթանում են հիմա հայոց առաքելական եկեղեցու շուրջ։ Հիմա վերադառնալով պարոն Վարդանյան 10 այդ բարձրաստիճան հոգևորականների դիրքավորվելուն դուք ինչով կպայմանավորեք կամ ինչով կբացատրեք։ Արդյոք նրանք իսկապես տեսան այդ բարեփոխումների անհրաժեշտությունը, թե հնարավոր է վախեցան իրենց դեմ գուցե արկա կոմպրոմատներից։ Չէ, ես չեմ կարծում, որովհետև բաժակը այնքան է լցվել արդեն, որ այդ 10 հոգու հայտարարությունները եւ պատրաստակամությունը ողջունելի է։ Շատ լավ է, որ գտնվեցին այդպիսի 10 բարձրաստիճան հոգևորականներ, որոնք բավականին վճռական քայլեր են ձեռնարկում եւ պատրաստ են գնալ մինչեւ վերջ, մինչեւ այն պահը, երբ վերջապես այդ բոլոր հայերիս համար այդ սուրբ աթոռը կազատվի աղբից, որի անունն է Կտրիչ Ներսեսյան։ Եկեք այդպես խիստ գնահատականներ չհնչեցնենք, պարոն Վարդանյան, այս հոգևորականներից ոմանց բացակայության պատճառով նախորդ եպիսկոպոսաժողովը տապալվել էր եւ հիմա նոր ժողով է հրավիրել ամենահայնայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-ից 12-ը քննարկելու են հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Հիմա երբ դիտարկում ենք սցենարները, եթե կամովի չի հեռանում վեհափառը, ասացիք կհաջողվի նրան այդպես ստիպել գնալու, բայց մեխանիզմներ գոյություն չունեն, ասում են։ Ես չգիտեմ, ես արդեն ասացի, ես իհարկե Նիկոլ Փաշինյանի խորհրդատուն չեմ, բայց եւ այնպես խորհուրդ կտամ նրան ուղղակի ձեռնաշղթաներով դուրս վռնդել մեր Սուրբ եկեղեցուց, ընդհանրապես։ Իսկ հետագայում նաև քրեական գործ հարուցել, որովհետև այն սրբապղծությունը, որ իրեն թույլ է տվել այդ 26 տարիների ընթացքում Կտրիչ Ներսեսյանը, որին կոչում են Գարեգին B, արժանի է նրան, որ համապատասխան քրեական գործ հարուցվի։ Այստեղ քրեական արարքները շատ բազում են։ Ինչքան ասեք, մի քանի հատոր կարելի է լրացնել։ Այնպես որ այստեղ նրա օրինակ կաթողիկոս լինելը կամ չլինելը ոչ մի կապ չունի։ Դա չի լինի սահմանադրության ոտնահարում իշխանության կողմից։ Եթե նա նույնիսկ կաթողիկոս է, եթե ընդունենք, որ նա կաթողիկոս է, բայց նա միաժամանակ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Իսկ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պարտավոր են ենթարկվել Հայաստանի Հանրապետության օրենքներին։ Այդպես չէ։ Կապ չունի նա կաթողիկոս է, թե ոչ մի կապ չունի։ Այդ տարանջատման մեխանիզմը չպետք է գործի ձեր կարծիքով։ Դե այստեղ ես ճիշտ ասած ես մասնագետ չեմ կարող ասել, հավանաբար այդ հարցը պետք է քննարկել փաստաբանների, իրավաբանների հետ, բայց ես կարծում եմ, որ ճանապարհներ կգտնվեն։ Ճանապարհներ կգտնվեն այստեղ, այսպես առանձնապես ես դժվարություններ չեմ տեսնում։ Հիմա Փաշինյանի Կարևորը մաքրելն է, մաքրել։ Այդ սուրբ աթոռը պետք է մաքրվի։ Այս ախորները պետք է մաքրվեն։ Հա, բայց այստեղ օրինակ այստեղ հակադարձում են եւ մատնանշում են վեհափառին դեմ դուրս եկած որոշ հոգևորականների եւս ոչ պատշաճ վարքը։ Այսինքն ովքեր են մաքրությունը նախաձեռնողները։
Արդյոք իրենց կերպարով ավելի Ես կարծում բարձր եմ, են, ավելի տարբերվող են։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ այստեղ ոչ այնքան կարևոր է, թե ովքեր են նախաձեռնողները, որքան շատ ավելի կարևոր է, ով է նստած հիմա ապօրինաբար, ով է նստած այդ գահին, այդ սուրբ գահին, ով է նստած։ Ես նորից եմ ասում, սուրբ գահին չի կարող նստել սատանան։ Դա հնարավոր չէ։ Դա հնարավոր չէ, որպես փաստ դա հարկավոր է վերացնել, որպես փաստ, այդ փաստը չպետք է լինի։ Դրանից հետո արդեն համապատասխան մարմինները, եթե հարկ լինի, կզբաղվեն նաև նրանցով, ովքեր նախաձեռնել են դա, այդ մաքրազարդումը, այդպես կոչենք, հա։ Ես չգիտեմ դրանք ովքեր են, ոչ մեկին ծանոթ չեմ։ Նավասարդ Բայց Կճոյանին անձամբ Գարեգին Բ-ն, որը իրականում Գարեգին Բ չէ, այլ Կտրիշ Ներսիսյանը, անձամբ իրեն ես ճանաչում եմ։ Ես անցյալ անգամ էլ ձեզ ասացի, եւ շատ լավ գիտեմ այն ճանապարհը, որով նա հայտնվել է այդ գահին։ Շատ լավ գիտեմ։ Քայլ առ քայլ, կոպեկ առ կոպեկ։ Հիմա լավ, Փաշինյանի հետ հանդիպած կամ վեհապարին, այսպես ասած, դեմ դուրս եկած հոգևորականների թվում է նաև Արցախի թեմի առաջնորդ։ Եվ այս մարդը այս հանդիպումից հետո հայտնվել է ընդդիմադիր շրջանակների թիրախում, ամենախիստ քննադատությունն են հնչեցնում նրա հասցեին, ասում են ուրացավ Արցախը, Արցախի թեմի առաջնորդը եւս ուրացավ Արցախը, քանի որ նա խոնարհվեց Արցախը հանձնողի առջև։ Վրդանես եպիսկոպոսին ես անձամբ չեմ ճանաչում։ Ես կարող եմ գնահատել կամ մեկնաբանել, կամ ինչպես ուզում եք դա անվանեք, միայն այն անձնավորություններին, որոնց ես անձամբ եմ ճանաչում։ Նախկին եպիսկոպոսին, Պարքև Սրբազանին ես անձամբ ճանաչում եմ շատ տարիներ։ Բայց հիմիկվա առաջնորդին ես չեմ ճանաչում։ Չէ, այստեղ ոչ այնքան առաջնորդի անձն է կարևոր, այլ այն, որ արցախցիների հոգևոր առաջնորդը Նա միացել է այդ 10 արցախցիներին։ եպիսկոպոսներին։ Այո, նա հանդիպմանը եղել է Փաշինյանի հետ եւ Շատ հիմա բարի։ ասում են ուրացավ, քանի որ գնաց եւ խոնարհվեց Արցախը հանձնողի առջև։ Ախր գիտեք ինչ, հիմա նորից եմ ասում, ուրացավ, չուրացավ, դա մի կողմ դնենք։ Դա մի կողմ դնենք, դա կարևոր չէ։ Կարևորը փաստն է։ Խայտառակ փաստն է, որ 26 տարվա ընթացքում հայոց եկեղեցին գլխավորում է մի անձնավորություն, որը ոչ հավատացյալ է ինքը հավատացյալ չէ, ոչ քրիստոնյա է, ոչ բարոյական անձնավորություն է, ուղղակի սրբապիղծ մի անձնավորություն է, այդքան բան։ Հիմա սկզբից պետք է այդ փաստի շուրջ մենք ինչ-որ որոշման գանք, այդ փաստը վերացնենք որպես խայտառակ փաստ, հետո նոր անդրադառնանք մնացած այդ եպիսկոպոսներին, Վրդանեսին եւ այլոց։ Եթե հարկ լինի իհարկե։ Ինչ է նշանակում ուրացավ։ Իսկ Գարեգին Բ-ն ինքը չուրացավ,